Կարդալով Անժելայի գիրքը անավարտ կտավ Սամվել Գաբրելյանի ստեղծագործության մասին է, նրա մարդկային նկարագրի մասին է, հիանալի աշխատանք, Անժելա ջան, շատ սիրում եմ քեզ, մենք արցախցիներս իրար պիտի սիրենք, հարգենք, լավ ասենք, լավ լսենք և շատ ուրախ եմ, որ այս գիրքը վերջապես գտավ իր արժանի մրցանակը, անավարտ կտավը արժանացել է բարձր մրցանակի, շնորհավորում եմ։ Եթե խոսք ունես ասելու, ասեք։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այս բարձր գնահատականի համար։ Այս գնահատականը միայն իմ գրքինը չէ, այն գնահատական է նաև այն լուր ու անդուլ աշխատանքի, որ տանում է գրական մի մեծ ընտանիք, իդեմս պարոն Ափինյանի և որի անունն է Համահայկական գրողների միություն։ Երբ խոսք է գնում ազնիվ, նվիրյալ, ճշմարիտ մտավորականի մասին, իմ աչքերի առջև միշտ հառնում է պարոն Ափինյանի վեհ կերպարը։ Նա այն մտավորականն է, ով ծավալում է մի այնպիսի գործունեություն, որի հիմքում այն հավատն է առ այն, որ ազգի ինքնության, գոյության պահպանման գործում գրականությունը հիմնասյուն է հանդիսանում։ Եվ նա նվիրումով է վերաբերում ունենալով այդ հավատը, այդ գործին։ Նա վեր է հանում գրական արժեքները և ընդլայնում է ճանաչելիության աշխարհագրությունը։ Ոչ միայն եղած արժեքներն է բարձրացնում, այլ նաև որոնում, պեղում, գտնում է այն շնորհալիներին, ովքեր ոտք են դնում գրականություն տանող ճանապարհին։ Ես շնորհակալ եմ պարոն Ափինյանին իմ երազանքը իրագործելու համար։ Այս գիրքը լույս աշխարհ եկավ նրա նախաձեռնությամբ։ Իմ խորին երախտագիտությունը ձեզ։ Շնորհակալություն նաև գրքիս հովանավոր հեռավոր Կանադայում ապրող Վահե Թղլեյանին, ով ապրում է հայրենիքի սիրով։ Ես չեմ կարող անտարբեր անցնել իմ Սուսաննայի կողքով, ով յուրաքանչյուր գրքի լույս ընծայմանը նվիրվում է այնպես, ինչպես իր սեփական գրքին։ Եվ իրեն շատ եմ սիրում դրա համար, որ ինքն էլ անչափ սիրում է իմ հայրենի Արցախը, որ շնչվում է նրանով, ապրում էր Արցախով, և իմ հայրենիքի կորուստը անդարմանելի ցավ էր նաև նրա համար։ Դրա համար ես իրեն կանվանեի Արցախադուստր։ Եվ վերջում կուզենայի, որ իմ այս գիրքը բացեր նոր աշխարհների դռներ, որպեսզի ընթերցողները ճանաչեն և ծանոթանան արցախյան գեղանկարչության հիմնադրի նկարիչ Սամվել Գաբրելյանի կյանքին ու գործունեությանը, ով իրոք հիմք դրեց արցախյան գեղանկարչությանը և զարգացրեց այն, ստեղծեց իր դպրոցը, Գաբրելյանական դպրոցը, որտեղ աճեցին արցախյան շատ նկարիչներ։
Նա եղավ այն արվեստագետը, ով կարողացավ փոքրիկ Արցախի գեղանկարչությունը բարձրացնել եւ հասցնել եվրոպական մակարդակի, ցուցադրվելով 2 տասնյակից ավել երկրներում, նա ներկայացրեց իր հայրենի աշխարհը, Արցախը եւ ամեն երկրում թողեց մի կտոր Արցախ կտավի տեսքով եւ իզուր չի Հայաստանում առաջին Ամերիկայի առաջին դեսպանը նրան բնութագրել որպես Արցախի դեսպանը ողջ աշխարհում։ Թող այս գիրքը բարի ընթացք ունենա եւ բախի բազում ընթերցողների սրտերը։ Իսկ գրական ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ քաջառողջություն, Աստված օրհնի առատապես ձեզ բոլորիդ եւ բարի ընթացք տա ձեր ազգանավեր գործերին։ Շնորհակալություն։